Տիկին Անդրասյանը ես հարցս նորից եմ էլի եմ տվել, էլի եմ տալու, տեսեք, հոդված 14-ում հստակ ձևակերպված են բուհի լիցենզավորման հիմքերը, որի 9-րդ կետը հետևյալն է. բուհի ուսանողների սահմանային թիվը, որը պետք է համապատասխանի ներկայացված ենթակառուցվածքներին, եւ 12-րդ կետում որպես այդ ուսանողների սահմանային թիվ սահմանված է, որ այն չի կարող պակաս լինել 4000-ից։ Ես ուզում եմ հասկանալ նախ այդ որտեղից է 4000 թիվը, ինչ հիմնավորմամբ, ինչու հենց 4000, եւ հետո լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմքերից մեկը 3 տարի անընդմեջ լիցենզիա տրամադրված ուսանողների սահմանային թվի կեսից պակաս, այսինքն գոնե 2001 ուսանողի առկայություն։ Եթե հաշվենք, որ նվազագույնը 4000 է։ Հիմա այս պահանջների դեպքում մարզային բուհերը ինչ ճակատագիր են ունենալու, որևէ մարզում մենք չունենք որևէ բուհ, որ կարողանա ապահովել այս սահմանային պահանջը ուսանողների թվի, եւ ինչ է սպասվում մարզային երիտասարդությանը։ Շնորհակալություն, Տիկին Քյուրեղյան։ Մարզային երիտասարդությանը սպասվում է որակյալ բարձրագույն կրթություն եւ հետազոտությամբ զբաղվելու հնարավորություններ, այն ինչը մենք պարտավոր ենք ապահովել, անկախ նրանից, թե որտեղ է բնակվում երիտասարդը մեր երկրում։ Ինչ վերաբերում է լիցենզավորման պայմաններին եւ պահանջներին, դրանք բխում են կրթության ոլորտում կառավարության ստանձնած քաղաքականությունից, որը միտված է բուհերի խոշորացմանը եւ նաեւ գիտահետազոտական կազմակերպություններին միավորմանը եւ գիտեք, որ պետական բուհերի մասով միայն մենք նպատակադրել ենք ունենալ մինչեւ 8 պետական բուհեր։ Այս պահին մենք Հայաստանում ունենք բարձրագույն կրթության ծրագրի լիցենզիա ունեցող 60 կազմակերպություն, ինչը նշանակում է յուրաքանչյուր 50000 բնակչին 1 բուհ է ընկնում եւ սա աննորմալ համամասնություն է, այսպես չի կարող լինել։ Մեր շուրջ 38 բուհեր ունեն ավելի քիչ ուսանողներ, քան 2000-ն է, այդ թվում նաև 8 պետական բուհեր, ու մենք պետք է ինչ-որ մի պահ մեզ հարց տանք, թե ինչ են իրականում անում են բուհերը, որոնք կոչվում են բուհ եւ տալիս են դիպլոմ եւ որտեղ կրթության որակի եւ ցանկացած այլ գործընթացի նկատմամբ մենք ունենք խորագույն կասկածներ։ Արձագանք։ Տիկին Անդրասյան, կրթության որակի բարելավման խնդիրը փաստացիորեն բերում է ձեր առաջարկած լուծումը բերում է մարզային բուհերի փակման, փոխանակ լրիվ ուրիշ մեխանիզմներ կիրառվեին։ Ի վերջո բոլոր երիտասարդները չեն, որ ի վիճակի են լինելու գալ մայրաքաղաք սովորել, այստեղ նստածներից մեծ մասը միգուցե հենց մարզային բուհեր են սովորել, մարզային աշակերտները օլիմպիադաներում այսօր առավելագույն արդյունքներ են արձանագրում եւ հիմա այդ ուսանողները, այդ աշակերտները հնարավորություն չեն ստանալու սովորել մարզային բուհում ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով միգուցե նրանք Երևանը չեն կարողանալու հասկանում եք ձեր հարցի պատասխանը չի համապատասխանում տարածքների համաչափ զարգացմանը ինչպես ենք պատկերացնում միգուցե մասնաճյուղերի մեխանիզմը աշխատելու հասենք բուհերի հասկանում եք հակառակ պարագայում մենք լուրջ խնդիր ենք ունենալու հատկապես կրկնում եմ աղջիկ ուսանողների հարցում որովհետև նորից ես զարմանում եմ որ դուք այդ կարծիքին եք որ այստեղ չի կարելի քննարկել որովհետև դա գենդերային փորձաքննությանը հակասող մոտեցում է միջազգային մոտեցումին հակասում է այդ աղջիկները ավելի քիչ հնարավորություն են ունենալու Երևանում գնալու ես միայն աղջիկների մասին չեմ խոսում ընդհանրապես երիտասարդների Համեցեք Տիկին նախարար Ինչ վերաբերում է աղջիկներին, ես մի անգամ արդեն ձեզ պատասխանել եմ Տիկին Քյուրեղյան եւ ինձ անընդունելի է, որ դուք որպես կին падգամավոր այդ խոսույթը շարունակում եք այստեղ եւ դա ներկայացնում եք իբրև մի իրողություն, որի հետ պետք է հաշվի նստել, դրա հետ պետք է վերաբերել որպես խոչընդոտ կրթության բարեփոխումը ուղղելով նաեւ հավասար հնարավորությունների եւ պայմանների ապահովմանը, իսկ ձեր հարցը բոլորովին այլ տեսանկյունից եւ դիտանկյունից է տրվում, ինչը ինձ համար բացարձակ անընդունելի է։ Ինչ վերաբերում է մարզերում երիտասարդների հնարավոր կրթությանը, մենք բոլորովին դա չենք բացառում, ավելին պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք այս պահին իրականացնում ենք բավականին խոշորածավալ աշխատանքներ, որոնք ուղղված են մասնագիտական կրթության եւ
ուսուցման համակարգի ամրապնդմանը եւ այդ համակարգը հասանելի է մեր ամենատարբեր բնակավայրերում ու մենք մտադիր ենք դրա որակը էապես բարձրացնել, օրենսդրական փոփոխություններն արդեն արված են։ Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, պետք է ձեզ հիշեցնեմ, քանիցս արձագանքել եմ ձեր հարցին, նեղություն ավարտում եմ։ Մենք առանձին մարզային բուհերի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ էինք ձևավորել եւ բուհերի խոշորացման կոնտեքստում մանրամասն աշխատանք է արվել։ Ինչ կրթություն են հիմա տալիս մարզային բուհերը, որ կարիքներն են տեղի սպասարկում եւ հետեւաբար արդյունքները ամփոփվում են եւ առաջարկները կլինեն ստեղծված իրավիճակին համապատասխան։ Այս օրենքը մարզային բուհեր փակելու մասին չի։ Ես խնդրում եմ ձեր մանիպուլացնող դատողությունները մի կողմ թողնել եւ քննարկել հսկայածավալ փաթեթը, որը մեր ամբողջ համակարգի բարեփոխումն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։